ինչպեսին է։ Հետաքրքիր հարց է սա, իսկապես ձեր առաջին հարցի հետ սա սերտորեն կապված է։ Այս հարցը հայկական քաղաքական մտածողության փիլիսոփայությանն է վերաբերում։ Թե ինչպես ենք մենք աշխարհն ընկալում, որը շրջապատվում է։ Տասնամյակներ ու տասնամյակներ, եթե ոչ դարեր շարունակ, մենք միշտ մտածել ենք, որ այս թշնամական իրավիճակում մեզ պետք է մեկ ուժեղ մեծ եղբայր, ընկեր, ով կարող է պաշտպանել մեզ։ Այս տեսակետը հիմա փոխվել է։ Ներառելով, քանի որ երբ ժամանակը եկավ, եւ մենք իսկապես այդ պաշտպանության կարիքը ունենք մեծ ընկերոջը, այդ օգնությունը չհասավ տեղ, եւ մեծապես փոխեց արտաքին քաղաքականության մեր տեսակետը քաղաքացիների շրջանում, չեմ խոսում քաղաքական կառույցների եւ քաղաքական էլիտայի շրջանում, չէ՞ որ միայն խոսում, այլ լայն հասարակության շրջանում։ Հիմա կարծես հաջողել ենք ինչ որ ձևով եւ մենք ուզում ենք այս ուղղությամբ ընթանալ։ Ինչ որ կերպ կարողացել ենք մեր կախվածությունը նվազեցնել քաղաքական, տնտեսական, էներգետիկայի առումով մեկ կենտրոնից կախվածությունը, մեր փոխկապակցվածությունը մեկ կենտրոնից կարողացել ենք ինչ որ կերպ նվազեցնել եւ դիվերսիֆիկացնել մեր ընկերների թիվը։ Ինչպես դուք ճիշտ նշեցիք, մենք ռազմավարական գործընկերություն ենք հաստատել Ամերիկայի Մեծ Նահանգների հետ։ Նրանք առանցքային դերակատարում ունեին այս խաղաղության հաստատման գործում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, նրանք առանցքային դերակատարում ունեին տրանսպորտային ենթակառուցվածքների ստեղծման գործում, գիտեմ որ TRIP ծրագրի մասին լսել եք, Թրամփի ուղին հանուն միջազգային բարգավաճման եւ խաղաղության, գիտեք երկաթուղի մասին է խոսքը, համացանցային մալուխներ, հաղորդուղիներ, էլեկտրական հաղորդուղիներ, խողովակաշարեր միգուցե ապագայում, նավթի, գազի, այս բոլորը կապակցվածություն է, փոխկապակցություն է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, կապակցվածություն Հայաստանի եւ Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի եւ այս ամենից ավել Եվրոպա, Կենտրոնական Ասիա եւ ուրիշներ։ Մենք ռազմավարական գործընկերություն ենք հաստատել Եվրամիության հետ, շատ ցերտ հարաբերություններ ունենք Հնդկաստանի հետ, ռազմավարական գործընկերություն ունենք Չինաստանի, Ղազախստանի հետ եւ դեռ մեր ամուր կապերը պահում ենք Ռուսաստանի հետ։ Բայց նպատակը դիվերսիֆիկացնելն է այդ ուղիները, շուկաները եւ ընդհանուր առմամբ կապերը։ Մեր նպատակը սա է։ Ամփոփելով կամ ավելի կարճ եթե ասելու լինեմ, ռազմավարական ինքնավարություն եզրույթը, որը շատ մեծ տարածում ունի Հնդկաստանում եւ այլ տեղեր, մեզ համար դա հավասարակշռող, բալանսավորող մոտեցում ենք ընդունում շուկաների, գործընկերների։